թույլատրում էին կոնկրետ վայրերում ժամանակավոր կրպակներ, այսօրվա տերմինով ասած, գարեջրի վաճառքի կետեր։ Խորհրդային առաջին սահմանադրությամբ Հայաստանի խորհրդային առաջին սահմանադրության 1922 թվական, որի մասին մենք ցենց դասագրքերով իրենք անցել են, որ դա առաջին սահմանադրությունն է, դա հավասար իրավունքներ չէր տալիս բոլոր քաղաքացիներին։ Այդ սահմանադրությամբ քաղաքացիների որոշ խավեր, այդ թվում հոգևորականները, բուրժուաները, այսինքն ընդհանրապես շահագործող դասակարգերը, անաշխատ եկամուտով ապրողներ, նույնիսկ այն մարդը, որ իր տունը վարձով էր տալիս, զրկված էր ընտրելու եւ ընտրվելու իրավունքից։ Ասма երբ որ նա ասма գովերքում է գայջուրը, ասма դրանով հակահեղափոխական արարքներ իրեն թույլ տալիս։ Ասма նրա համար պաշտելի է, ասма ոչ թե որ նոր խորհրդային իրականություն եւ այլն, այլ գարեջուր ըմպելիքը։ Բարև ձեզ, այսօր մաքուր պատմության հյուրը Համոս Սուքիասյանն է, ով պատմական գիտությունների թեկնածու է Հայաստանի ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող եւ ով եղել է մեկ անգամ մեր հյուրը, բայց այսօր մենք խոսել ենք մեկ այլ թեմայից, որը շատ հետաքրքիր է, միգուցե կարող է թվալ մի քիչ տարօրինակ եւ անսպասելի, բայց մենք խոսել ենք այսօր գարեջրագործությունից։ Մի ոլորտ, որը թեր ուսումնասիրված է, դե չասեմ ընդհանրապես ուսումնասիրված չի եղել մեր պատմագրության կողմից եւ մի թեմա, որը ոչ միայն բացում է գարեջրի պատմությունը, գարեջրագործության պատմությունը Հայաստանում, ինչպես են օգտագործել, ինչպես են ստացել դեռ հին ժամանակներից մինչև մեր օրերը ռուսական կայսրության շրջանում, նաև խորհրդային Հայաստանի շրջանում, այլ նաև իր հետ բերում է նաև մի ամբողջ սոցիալական կյանքի նկարագրություն, առօրյա կյանք, քաղաքային մշակույթ, խմելու մշակույթ եւ շատ չափազանց հետաքրքիր հաղորդում է ստացվել, անպայման դիտեք եւ բաժանորդագրվեք մեր բոլոր այսպես ալիքներում, Telegram-ում մենք ունենք, Spotify-ում ունենք, նաեւ եթե կարծում եք, որ կարող եք նաեւ մեզ դրամական օգնություն տրամադրել, մենք ունենք նաեւ ալիքներ Patreon-ում եւ Boosty-ում եւ Donation Alert-ում։ Նաեւ ինչպես երևի արդեն նկատել եք, մենք ամեն հաղորդմանը մի գիրք ենք խաղարկում եւ այս գիրքը, որը քսենոֆոնի հույն հեղինակ քսենոֆոնի անաբազիս աշխատանքն է, որը իմ ամենասիրված աշխատություններից մեկն է այդ շրջանի պատմության եւ որում հիշատակվում է առաջիններից մեկը հիշատակվում է Հայաստանի տարածքում արտադրվող գարեջրի մասին, արտադրվող եւ ըմպվող օգտագործվող գարեջրի մասին եւ այս գիրքը կստանա այս հաղորդման նյութի տակ մեկնաբանություն, լավագույն մեկնաբանության հեղինակը, ինչպես նաեւ մեր Telegram-յան ալիքի բաժանորդագրված անձանցից մեկը։ Դիտեք մեր հաղորդումը եւ սիրեք պատմությունը։ Համոջան ողջույն։ Ողջույն Սուրեն ջան։ Այսօր մենք հավաքվել ենք քո հետ խոսելու մի թեմայի մասին, որը մի քիչ տարօրինակ կարող է թվալ մեր լսողներին, որովհետև թվում է թե պատմությունը դա այսպես թակավորների, պետությունների, այսպես մեծ ճակատամարտերի դաշտ է, բայց իրականում պատմությունը դա նաև ամենօրյա կյանք է, չէ՞, ասենք մեր առօրյա կյանքը նույնպես պատմություն է եւ նաև մեր առօրյա կյանքի մանավանդ այսօրվա մեր այսպես հայկական իրականության մեջ առօրյա կյանքի մի մասն է նաև այն ինչ մենք խմում ենք, այն ինչ մենք ուտում ենք եւ այն ինչ մենք խմում ենք, նաև ինչ հագնում ենք, այդ բաները շատ կարևոր են նաև հասկանալ, թե ոչ միայն հիմա մենք ինչ ենք կերել, հագել եւ խմել, այլ նաև ինչ են նաև մեր նախնիները օգտագործել իրենց ամենօրյա կյանքում եւ մենք այսօր խոսելու ենք գարեջրագործությունից։ Ավանդաբար Հայաստանը այսպես գինեգործական մշակույթի հետ է, չէ՞, հիմնականում, ճիշտ եմ ասում, բանանում էլի ասոցացվում, բանը, նույնիսկ կոնյակագործությունը չի, կոնյակագործությունը ի վերջո նոր բան է, դարեր շարունակ գինի ենք, չէ՞ խմել։ Այո, եւ ընդհանրապես երբ որ մենք ասում ենք պատմություն, ճիշտ նշեցիք, որ հասկանում ենք առաջին հերթին նաեւ պատմաբաններս հիմնական մասով քաղաքական պատմությունը։ Եվ ցավոք մեր երկրի պատմության այդ սոցիալական բաղադրիչը կիսամոռացված եղե, չասենք մոռացված, եւ այդ թեմաներից մեկն էլ ըմպելիքի պատմությունն է։
Ընդհանրապես ըմպելիքների եւ այս դեպքում որ մենք կոնկրետ խոսում ենք գարեջրագործության մասին, որ մենք գործընկերների հետ մի հետազոտական այդպես ծրագիր ենք իրականացնում եւ ուսումնասիրում ենք հայկական գարեջրագործությունը վաղ ժամանակներից մինչեւ արտի շրջանը Դե գանք բանից Այո, եւ հիմա մենք փորձենք գալ հին ժամանակներից, ժամանակագրորեն շարժվել։ Այսինքն Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակից մարդկությունը գոնե առնվազն այդ շրջանից գարեջուր պատրաստել են, տարածել են։ Հիմնականում միջագետքում, այնուհետև տարածվել է հարևան տարածաշրջաններում, այդ թվում հայկական լեռնաշխարհում։ Իսկ ուզում եմ նոր մտքով ցանցել, այլ ասենք ուրիշ տարածաշրջաններում այդ կան հետազոտություններ հենց գարեջրի վերաբերյալ։ Այո, կան։ Մանավանդ միջագետքի, եթե խոսքը միջագետքի դեպքում է, Եգիպտոսի դեպքում է, ինքը բավարար ուսումնասիրված թեմաներ են համարվում, բազմաթիվ հետազոտողներ, հատկապես արևմտաեվրոպական երկրներում, մանավանդ գերմանական դպրոցը շատ ուժեղ է այդ առումով, հին շրջանի, ցիկներ նաև միջագետքյան գարեջրագործության ուսումնասիրությունը, հայկականը այդպես հանիրավի մի կողմ է մնացել, եւ հիմա մենք գործընկերներով մեր խմբով փորձում ենք դա ուսումնասիրել եւ վերհանել այն խնդիրները, որոնք այսօրվա մարդու տեսակետից կարան հետաքրքիր լինեն։ Դրանցից ամենապարզը թե ինչպես են պատրաստել տեխնոլոգիաները, ինչպես են խմել, ով է կարողացել, ով չի կարողացել, այսինքն դա սովորական մարդկանց համար նաև ըմպելիք է եղել, թե միայն արքունիքում են օգտագործել։ Խոսքը մանավանդ վերաբերում է բիայնական թագավորության Ուրարտուի շրջանում։ Արի դրանից սկսենք։ Դա ամենավաղ պահպանված օրինակներն են։ Այո, ամենավաղ եւ անհերքելի օրինակները, որ մենք ունենք Հայաստանի դեպքում, դա Ուրարտական շրջանից են եւ հատկապես երկու հնավայր, առանձնապես Կարմիր բլուրը, նաեւ Արգիշտի խինիլին, մեզ զգալի տեղեկություններ են տալիս Ուրարտում գարեջրագործության վերաբերյալ։ Կարմիր բլուրում ոչ միայն այդ հայտնի կարասներն են, որոնց լուսանկարները չգիտեմ համացանցով էլ մեր շատ ունկնդիրներ տեսել են, այլ նաև կա նշան, ինչպես մեր հնագետ գործընկերներն են շեշտում, նշանավոր Ուրարտացու տունը, որ սովորական, այսպես ասենք, մի մեծատոհմիկ է եղել, նաև այնտեղ են նաև գարեջրի հետ ասոցացվող իրեր, պարագաներ, եւ մենք տեսնում ենք, որ ոչ միայն, այսինքն բուտ արքունիքի համար է ըմպելիք ծառայել, այլև միջին վիճակագրական քաղաքացու համար, ինչպես այսօրվա մեր տերմինով մենք 21-րդ դարում բնորոշում ենք մարդկանց, այսինքն զգալի տարածում է ունեցել։ Եվ հին աշխարհում գարեջուրը համարվում էր իբրև ջրի քաց, այդ հոմանիշ ուներ, քանի որ եւ միջագետքում եւ նաեւ վստահաբար այդ նույն շրջանում ասոցացնությունը կարող է լինել Արարատյան դաշտավայրում, երբ որ ջուրը շատ որակով չէր, գարեջուրը ավելի անվտանգ ըմպելիք էր համարվում։ Եվ նաև որոշակի մանրէների էր ոչնչացնելու։ Այո, նաև մանրէների ոչնչացնելու առումով վտանգավոր չէր, նաև կարող էր ամենակարևորը հին շրջանում միջնորդ նույնիսկ 20-րդ դարի դեպքում կարող էր որոշակի մարդկանց կուշտ պահել, նաև գարեջրը ջրի հաց, այո, ջրի հաց կամ ջրի հաց եւ այլն այդ արտահայտությունը դրանից է եկել։ Եվ մենք տեսնում ենք, որ Ուրարտական շրջանում գարեջրագործությունը նկատելի վերելք է ապրում, բայց հայտնի վկայությունը, որ բոլորը գիտեն, դա այն հեղինակն է, որի աշխատությունը ձեր սեղանին է, Քսենոփոնի Անաբասիս աշխատության մասին է խոսքը եւ հույն պատմիչ Քսենոփոն Աթենացին, երբ որ անցել է հայկական լեռնաշխարհի տարածքով, վկայություններ ունի իթիվս այլ կարևոր խնդիրների մասին, ժամանակի կենցաղի, ապրելակերպի մասին, նաեւ այն մասին, որ հայերը գարեջուր էին օգտագործում։ Եվ իր նկարագրած գարեջուրը, որ նկարագրում ասում է այդպես կարասների մեջ, եւ ասում է շատ թունդ էր, որ հավանաբար իրենք հույները սովոր չէին, ասում է, բայց ասում է տեղացիների համար դա սովորական ըմպելիք էր։ Մյուսները ջուր էին խառնում, նոր խմում։ Այսինքն սա մի եզակի բան է, որ մենք ունենք արդեն առաջին գրավոր վկայությունը։ Ուրարտական շրջանի դեպքում մենք չունենք գրավոր վկայություններ, այսինքն սեպագիր արձանագրություններ, այո, հիմնական հնագիտական նյութն է, պեղածո նյութն է, որ մեզ հնարավորություն տալիս պատկերացում կազմել, իսկ արդեն Քսենոփոնի շնորհիվ մենք ունենք ուղղակի վկայություն։
Եվ զարմանալիորեն մենք տեսնում ենք հաջորդ ժամանակափուլերում գարեջրի մասին տեղեկությունները մեր իրականության մեջ պակասում են։ Միգուցե որովհետև այնքան սովորական ըմպելիք էր, որ մտածում էին էլ իմաստը չկա դրա մասին գրել։ Կարող է նման վարկած լինի։ Նաև այդ կարող է լինել, որովհետև չմոռանանք, բայց նաև ամենակարևորը Հայաստանը գինեգործական չափազանց մեծ ավանդույթներ ունեցող պետություն է եղել։ Եվ գինին շատ լայնորեն տարածված էր գրեթե բոլոր բնակավայրերում Հայաստանի։ Եվ սա կարող էր հիմք հանդիսանալ, որ գարեջուրը որպես երկրորդային ըմպելիք դիտվեր։ Գինին ավելի ազնիվ ըմպելիք էր։ Դե նույն Երևանդույնների ժամանակ ես հիշում եմ, որ նշվում է, թե ինչ էին որպես հարկ տալիս Աքեմենյաններին, նաև գինու կարաս գինի էր նշվում, չէ՞, ձիեր եւ գինի, այսինքն Այո, գինին մեծ պահանջարկ է ունեցել։ Նույն ամենապարզ օրինակը, թե ինչ աստիճանի էր կարևորվում գինին հայկական միջավայրում, հին եւ վաղ միջնադարյան, որ նույնիսկ մի նախարարական ընտանիքի այսպես պարտականություններ մատրվակություն անելը, արքունիքի համար գինիներ պատրաստելը, այսինքն սա էլ այն վկայություն է, թե ինչ աստիճանի, այսպես ասենք, կազմակերպված իրավիճակ գոյություն ուներ։ Բայց ես կարծում եմ նաև գարեջրագործության, այսպես ասենք, տարածմանը խոչընդոտել է ոչ միայն այն հանգամանքը, որ գինին շատ ավելի մեծ ծավալներ է ընդգրկել, նաև այն, որ գուցե քրիստոնեության շրջանում գարեջուրը ավելի երկրորդական է դարձել մեր միջավայրում։ Եթե համեմատենք միջնադարի դեպքում այլ եվրոպական երկրների հետ Հայաստանը, կարող ենք տեսնել, որ այն երկրները, որտեղ կար մեծ ավանդույթներ գինեգործական, գարեջուրը այնքան էլ զարգացած չէր եւ հակառակը։ Եվ մյուս հանգամանքը, օրինակ, զարգացած միջնադարում, նաև ուշ միջնադարում, մանավանդ Գերմանիայի օրինակը, որ կարող ենք դիտարկել, վանքերին, եկեղեցին կից եղել են գարեջրատներ, որոշներ այսօր էլ կան, գործում են։ Մեր դեպքում մենք տեսնում ենք, որ եկեղեցին կից եղել են գինու մառաններ, հնձաններ եւ այլն, այսինքն գինի պատրաստելը եւ օգտագործելը ավելի տարածված է եղել հայկական միջնադարում։ Եվ դա է պատճառը, որ մենք չափազանց սուղ վկայություններ ունենք միջնադարում Հայաստանում գարեջրագործության վերաբերյալ, եւ այդ վկայությունների հիմնական մասը վերաբերում են բժշկական տեքստերին, այսինքն այդ թվում Ամիր Դովլաթամասյացու, Մխիթար Հերացու մոտ, իբրև այս դեպքում գարեջուրը հիշատակվում է որպես բուժիչ ըմպելիք, այսինքն աղեստամոքսային հիվանդություններ, երիկամային հիվանդությունների դեպքում, եւ նաեւ մյուս կարևոր հանգամանքը, որ սա ըմպելիք էր, որը թեթևացնում, թուլացնում էր մարդուն, այսինքն լարվածությունը վերացնելուն ուղղված նաեւ ըմպելիք է։ Այսինքն առավելապես բժշկական նպատակներով են միջնադարում, այո, միջնադարում հայկական միջնադարում օգտագործում գարեջուրը։ Հա, եւ նաեւ հետաքրքիր էլի մի քիչ որ հետ կանք այս քսենոֆոն նկարագրության մեջ, հետաքրքիր նաեւ ձևա, չէ՞, ցույց տալիս ոնց են խմում այդ ծղոտներով, չէ՞, ձող։ Այո։ Այսօրվա ձողիկների կրատերներից ասма ձողերով ասма ծծում ենք, հա, խմում ենք։ Հա, եւ որովհետեւ ասма վերևի շեշտը գարով էր, չէ՞, պատված հարմար չէր խմելու երևի դա։ Այո, որ չխառնվեր եւ այլն, հա։ Շատ հետաքրքիր է, որ նույնիսկ խմելու ձևը այսօրվա ձողիկներով խմելու նախատիպն է, էլի փաստորեն։ Հա, չէ, ու քսենոփոնի անաբասիսը չափազանց կարևոր աղբյուր է հին շրջանի Հայաստանի պատմության բազմաթիվ խնդիրներ ընկալելու տեսակետից։ Հա, եթե գանք մի քիչ ավելի նոր շրջան, կարող ենք ասենք, որ հիմնականում ռուսական ազդեցության տակ է այսպես ավելի աճում, հա, եւ արտադրությունը եւ օգտագործումը, իսկ այն ժամանակ, երբ որ Հայաստանը արդեն մտնում է ռուսական կայսրության կազմի մեջ։ Այո, միանշանակ այդպես է, որովհետև ես մի այդպես թեզ եմ առաջ քաշում, որ արդեն ուշ միջնադարում գարեջուրը միանշանակ հայկական միջավայրում պայմանական ասած մոռացված խմիչք էր։ Եթե հին շրջանում լայնորեն տարածված է եղել, ապա ուշ միջնադարում դրա մասին արդեն վկայություններ շատ եզակի են, որ հանդիպում են, դա էլ տեղային օգտագործումներ, հումքի պակասներ, հա, ինչն էր։ Չէ, հումքի պակասի խնդիր չկար, որովհետև գարեջրի հիմնական հումքը 3 բանն է՝ ջուրն է, գարին է
գայլուկն է։ Այդ բոլորն էլ կան հայկական լեռնաշխարհում եւ նաեւ որակյալ առումով։ Չէ, խնդիրը գուցե ընկալումը մտածելակերպներ, որտեվ նաեւ գարեջուրը նաեւ քաղաքային միջավայրի խմիչք էր արդեն դառնում Վաղարդի շրջանում, իսկ Հայաստանում քաղաքային միջավայր չկար։ Գուցե դա էլ կարող էր պատճառներից մեկը դիտվեր։ Եվ մենք տեսնում ենք, որ ռուսական կայսրության տիրապետության շրջանում արդեն Ռուսաստանից է, Եվրոպայից Ռուսաստանի միջոցով միջնորդավորված գարեջուրը նորից մուտք է գործում Հայաստան, այս դեպքում Արևելյան Հայաստան։ Եվ մենք դրանում նաև տեսնում ենք մի կարևոր հանգամանք, որ սա նաև ընդհանուր ռուսական միջավայրի ազդեցություն էր, որովհետև Պետրոս առաջինի շրջանից սկսած ռուսական կայսրությունում գարեջրագործությունը նորովի վերելք ապրեց, որտև Պետրոսը կարողացավ մեծ խումբ մասնագետներ հրավիրել եվրոպական երկրներից եւ Ռուսաստանի երկու մայրաքաղաքներում Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում բացեցին նոր արտադրամասեր եւ այնտեղ տարածվեց կայսրության մյուս այլ շրջաններում եւ արդեն տեսնում եք 19-րդ դարի երկրորդ կեսին հայկական միջավայր է մտնում գարեջուրը, այսինքն սա մի խմիչք էր, որ Հայաստանում եղել էր եւ պայմանական ասենք մոռացության էր մատնվել եւ վերափոխված տարբերակով էր ինքը արդեն Եվրոպայից մուտք գործում Հայաստան, որտեղ ռուսական կայսրությունը եվրոպական տիպի պետություն էր այդ շրջանում։ Եվ առաջին վկայությունը, որ կա, արդեն Նիկոլայ Սմանովի մասին է, ռուս ազգությամբ ռուս արդյունաբերող Երևանի բնակիչ, որ կարողացել էր Երևանում փոքրիկ գարեջրի արտադրամաս գործարան հիմնել։ Երբ որ մենք ասում ենք գործարան, տպավորություն չստեղծի, որ այսօրվա գարեջրի մեծ գործարանների նման գործարաններ են եղել, որովհետև սկզբնական շրջանում իրենք ունեցել են 3, 4, 5, 6 աշխատակից, լավագույն դեպքում աշխատակիցների թիվը հասել է 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբին 20-ի 25-ի, 25-ից ավել աշխատակից որևէ գործարան չի ունեցել, բայց հաշվի առնենք, որ դա այն ժամանակվա համար մեծ թիվ էր, նաեւ պայմանավորված, որ ի տարբերություն գինու գարեջուրը շատ մեծ պահանջարկ չուներ։ Եվ իմ նախնական հետազոտությունները մեր ցույց են տալիս, որ առավելապես գարեջուր օգտագործում են գոնե առաջին տարիներին, երբ որ մտավ հայկական միջավայր, հայաստանյան միջավայր, ներողություն, Երևանի նահանգի ռուս պաշտոնյաները։ Եվ ոչ պատահականորեն մենք տեսնում ենք արդեն 1887 թվականից, երբ որ Ալեքսանդրապոլում էլ սկսեց գործել Մկրտիչ Ձիթողցյանի գարեջրի գործարանը, որ լրիվ նոր որակի բերեց հայկական գարեջրի արտադրությունը, Ալեքսանդրապոլում ավելի շատ էր գարեջուր եւ արտադրվում, եւ արտահանվում, եւ օգտագործվում։ Գուցե սա նաեւ կարող էր պայմանավորված լինել նրանով, որ քաղաքում կար նաեւ ռուսական զորամասեր։ Այո, կայազոր կար։ Նույն իրականացում ենք տեսնում ենք նաեւ հարևան Կարսի դեպքում, որ արդեն 19-րդ դարավերջին Կարսում էլ բացվեցին գարեջրի արտադրամասեր, այսինքն այն տարածքներում, որտեղ կար ռուս զինվորականություն, գարեջուրը ավելի մեծ պահանջարկ ուներ։ Այսինքն հայ բնակչությունը դանդաղ էր սովորում այս նոր խմիչքի, նոր, իր համար նոր, բայց նաև նախկինում օգտագործած եւ մոռացված խմիչքին։ Եվ մյուս օրինակը, որ կարող ենք տեսնել, գարեջրագործության նկատելի վերելքը արդեն մեր միջավայրում սկսվում է 1890-ականներից։ Երևանում դա կապվում էր Խաչատուր Ավետյանցի կողմից Հրազդան գետի ափին նոր գործարանի հիմնադրմամբ 1893 թվականին, եւ դրանից հետո մենք տեսնում ենք երկու խոշոր գործարաններ ժամանակի համար, հա, մեկը Երևանում Ավետյանցինը, Գյումրիում Ձիթողցյանինը, որ սկսում են արտադրանք տալ, նաեւ արտահանել փոքր տարածքում։ Այո, հիմնական արտահանման ուղղությունը մանավանդ Ձիթողցյանի դեպքում Թիֆլիսներ, որովհետև ինքը կարողացել էր ոչ միայն պահեզդ եւ վաճառակետ բացել Ալեքսանդրապոլում, այլ նաեւ Թիֆլիսում։ Թիֆլիսի Ձիթողցյանի պահեստում գարեջրի ոչ միայն իր արտադրանքն էր, նաեւ բուն Ռուսաստանից ներմուծված գարեջուրներ, որովհետև ի տարբերություն այսօրվա, այն ժամանակ
երբ որ խոսում ենք շուրջ 120-150 տարի առաջվա մասին, գարեջուրը կարող էր պահպանվել ընդամենը 7-ից 10 օր, ոչ ավել, որտեվ շատ օրգանիկ էր այսօրվա տերմինով ասած։ Սառնարանային պայմանները չկան։ Այո, սառնարային պայմանները շատ դժվար էին, սառույց օգտագործում էին, նաև սառույց պատրաստում էին։ Երևանում նույնիսկ 1907-9 թվականին ավետյանցները փորձ կատարեցին սառույցի պայմանական ասած գործարան կամ արտադրամաս ստեղծել, որը հաջողությամբ չպսակվեց։ Այսինքն, երբ որ մառաններից դուրս էր գալիս գարեջուրը, ընդամենը 7 օր պիտի օգտագործեն, եւ այդ պատճառով էլ շատ արագ էր տեղ ունենում տեղափոխությունը։ Մանավանդ ամռան ամիսներին դա շատ վտանգավոր էր, եւ դա էր պատճառը, որ ավետյանցի արտադրանքը՝ ի տարբերություն Ձիթողցյանի, առավելապես Երևան քաղաքում եւ շրջակայքում էր օգտագործվում եւ նաեւ արտահանվում էր, բայց նաեւ մինչեւ Թավրիզ։ Հայերի համար։ Թավրիզը, գիտեք, 19-րդ դարավերս, 20-րդ դարի առաջի տասնամյակներին զգալի քանակով հայ բնակչություն ունեցող բնակավայրերից էր Իրանի։ Այսինքն մենք տեսնում ենք, որ 1890-ականներին մեկը մյուսի հետևից, այսինքն սկսելու նաև այս գործանները Սմանովինը շարունակում էր գործել, Ձիթողցյանը բացեց, այնուհետև մենք տեսնում ենք Ծաղիկյաններն են բացում գործարան, հա, Համազասպ Ծաղիկյանը։ Եվ շարունակում են այդ արդյունաբերությունը եւ ամենահետաքրքիր հանգամանքը, որ մի օրինաչափություն ենք մենք տեսնում, որ նոր գործարանատարերը սկսում են իրենց զավակներին ուղարկել Եվրոպա սովորելու կամ ռուսակակացիան տարածքներ եւ գարեջրագործության մեջ հմտանալու համար։ Օրինակ Խաչատուր Ավետյանցը իր որդուն ուղարկել էր Հարություն ապագա գարեջրի գործանի ապագա տիրոջ ուղարկել էր Օդեսա գարեջրագործություն սովորելու։ Մկրտիչ Ձիթողցյան իր զույգ որդիներին ուղարկել էր Բելգիա գարեջրագործության մեջ հմտանալու։ Եվ նաև եթե հետաքրքիր կլինի, հա, նաև շեշտենք, որ հա հիմնական գարին, որը օգտագործում էին գարեջրի մեջ այդ ժամանակ, Կարսի մարզի տարածքում էր աճեցվում, իսկ գայլուկը ներմուծում էին արդեն Վարշավայից, որ էլ ռուսական կայսրության մի մաս էր։ Այսինքն Եվրոպայի հետ կապը հայկական գարեջրագործության այդպես, հա, այո, երկաթուղով այո ներմուծում էին։ Հա, հետաքրքիր է, որ այսինքն ամեն ինչ, այսինքն այդ չափի զարգացած տնտեսություն էր, էլի։ Այս սարքավորումներն էլ էին արևելյան Եվրոպայից բերում, այնպես չի որ տեղում էին պատրաստում։ Այդ սարքավորումները քանդած, այդպես մասերի բաժանած բերում էին եւ տեղում հավաքում էին այդ ամբողջը։ Այսինքն կարող է նույնիսկ զարմանալի լինել, չգիտեմ, որ ինչպես են, չգիտեմ, սայլերով սարքավորումներ տեղափոխում եւ գործարան հիմնադրում։ Եվ մյուս հետաքրքիր օրինաչափությունը, որ կարող ենք արձանագրել այն էր, որ գարեջուրը, ինչպես ասացի, ինքը քաղաքային միջավայրի խմիչք էր։ Եվ դա էր պատճառը, որ Հայաստանի տարածքում գարեջրի գործարաններ հիմնադրվել եւ գործել են միայն քաղաքներում, ու իմ կողմից նշված երկու քաղաքներում, հատկապես Ալեքսանդրապոլում, Երևանում, Կարսում, Ախալցխայում եւ մեկը մյուսին, այսպես ասենք, այս գործարանները որտեղ են խմում։ Գարեջրատուն հասկացությունը կար, չկար։ Իհարկե կար։ Իհարկե կար։ Կարող է զարմանալի թվալ, բայց կար։ Օրինակ այս մի քանի օր առաջ մի փաստաթուղթ ինձ հանդիպեց, ինչպես են Կարսում, Կարս քաղաքի գարեջրատանը խմելուց հետո չարաշահում խմիչքը եւ այդ հողի վրա բախումներ են տեղում եւ նաեւ դանակահարություններ քաղաքացիների միջև։ Եվ սա առիթ է դառնում, որ մեծ գրագրություն ստեղծվի եւ դրա հիման վրա մենք տեղեկություն ենք արդեն ունենում։ Հա, շատ է դա։ Մկրտիչ Ձիթողցյանը ինքը ստեղծել էր այդպես փոքրիկ եւ խանութ վաճառակետ էր ստեղծել։ Բացի պահեստից Ալեքսանդրապոլում։ Եվ այդտեղ էր նաեւ վաճառում։ Ավետյանցը Զանգվի ափին սրճարան էր բացել։ Ժամանակակից, հա, Հրազդան մարզադաշտի հարակից տարածքում է դա եղել այդ սրճարանը եւ այն ասիճան, որ 20-րդ դարաշրջանին այդ սրճարանը նույնիսկ եղել է էլեկտրական լուսավորություն, որ ժամանակի համար շատ մեծ երևույթ էր, հա։ Իսկ ամենից շատ նաեւ գարեջուր վաճառվել է այգիներում, որտեւ Երևանի նահանգապետարանը, նաեւ գավառապետները Երևանի եւ Ալեքսանդրապոլի, երբ որ դիմում էին քաղաքացիները իրենց, թույլատրում էին կոնկրետ վայրերում ժամանակավոր կրպակներ, այսօրվա տերմինով ասած, գարեջրի վաճառքի կետեր ստեղծել։ Դա Երևանի դեպքում տարածված էր նման խմիչքի կետեր կային
անգլիական այգում, որ ժամանակի ամենահայտնի զբոսավայրերից էր 20-րդ դարաշրջանին, եւ նաեւ Աբովյան փողոցում, այդ թվում Աբովյան պուրակում։ Այսինքն երբեմն լինում են նաեւ շրջիկ գարեջրավաճառներ։ Մանավանդ ամռան ընթացքում դա մեծ պահանջ էր կին, նաեւ երեկոյան ժամերին, եւ բնակչությունը այդպես օգտագործում էր գարեջուր, բայց ելի ասեցի, որ դա շատ մեծ ծավալներ չէր լինում։ Օրինակ դա հասնում էր մաքսիմում մինչև 640 տոննայի տարեկան գարեջրի օգտագործումը ամբողջ Երևանի նահանգի տարածքում, ինչը մեծ թիվ չէ իրականում։ Այսինքն օրինակ 540-ից մինչև 620-650, հա, տոննայի մասին ենք մենք խոսում 20-րդ դարի առաջին 1.5 տասնամյակի ընթացքում Երևանի նահանգում ներողություն գարեջրի օգտագործման մասին։ Իսկ պետությունը ո՞նց էր նայում դրան, օգնում էր, աջակցում էր, որտեղ օրինակ գիտեմ, որ ասենք ոդկան, հա, այսպես ասած, օղին ռուսական կայսրության համար կարևոր էր, որովհետև ինքը նաև եկամտաբեր էր։ Պետությունը ուներ մոնոպոլիա այդ աքսիզային նշանների հիման բանով եկամուտից բավականին բյուջեն լցնում էր։ Այստեղ կա նման բան, թե չէ։ Ձեր ասած օրինակը բնորոշ է բոլոր ալկոհոլային խմիչքներին, այսինքն գարեջրի նկատմամբ էլ այո, աքսիզային հարկ կար, բայց նաև գարեջրի դեպքում նաև մի քանի առավելություններ կային այդ գործարանների հիմնադրման եւ գործունեության, քանի որ իրենք օդը աղտոտող գործարաններ չէին։ Քաղաքների, այսինքն պետության ցանկացած հատվածում կարող էին գործել։ Ճիշտ է, դրա համար պետք էր ու անհրաժեշտ էր, որպեսզի ջրին մոտիկ լինի, դե հասկանալի պատճառներով, սկսած սառեցումից վերջացրած, հա, նաև այդ պատրաստման հանգամանքներով։ Եվ դա նպաստում էր, որ քաղաքներում նման գործարաններ հիմնադրվեին։ Ոչ միայն բուն Հայաստանի տարածքի մասին ենք մենք խոսում, նաև նույնը տեսնում ենք նաև Թիֆլիսում, որ ավելի զարգացած գարեջրագործություն կար։ Այսինքն սա քաղաքային միջավայրի խմիչք էր եւ քաղաքացիներին էր հատուկ եւ նաև ամենակարևորը շատ գրավիչ էր նաև մտավորականների համար։ Օրինակ ազատագրական շարժման նաև հայ գործիչների համար բազմաթիվ հուշագրություններ կան, թե ինչպես են մարդիկ հավաքվել այն ժամանակվա Զանգու ներկայիս Հրազդան գետի ափին գտնվող ավետյանցի այդպես տաղավարներում եւ այնտեղ գարեջուր խմել, զանգվի ձուկ կերել եւ այլն, այսինքն այս ընդհանուր այդ միջավայրի մի մաս էր, որ մենք կարող ենք արձանագրել։ Իրենցից շատերն է ենթադրում եմ կրթություն են ստացել Եվրոպայում եւ այնտեղից այդ իրանց այդ սովորությունները վերել էին, էլի, չէ՞, ուսանող։ Այո, նաեւ հայ գրողներից շատերի մոտ տողեր, նախադասություններ, նույնիսկ բանաստեղծություններ կամ գարեջրի մասին, գարեջրագործության մասին, դա առավելապես բնորոշ էր մանավանդ այն սերնդին գրողների, մտավորականների, ովքեր Եվրոպայում ճիշտ նշեցիք կրթություն, օրինակ Դանիել Վարուժանի դեպքը, այս պահին ես հիշեցի, որ ինչպես էր գովերքում գարեջուրը։ Նույն օրինակը մենք տեսնում ենք ինտերնետ Վահան Թոթովենցի աշխատություններում, մանավանդ Ամերիկայում Նյու Յորքում գտնվելու շրջանում գրվածներում դեպքում ինքը հաճախ է նկարագրում գարեջուրը։ Այսինքն սա ընդհանուր նաև մի տենդենց էր, որ գոյություն ուներ հայաստանյան միջավայրում եւ ոչ միայն, հա, եթե աշխարհում դա ավելի մեծ տարածում ուներ, Հայաստանում շատ ավելի փոքր էր։ Բայց այս դեպքում կարող ենք արձանագրել, որ 19-րդ դարի արդեն վերջի քառորդում հայկական իրականություն մտավ այս խմիչքը, որ հետագա տասնամյակներում արդեն նոր զարգացումներ եղավ, այսօր լրիվ ուրիշ իրավիճակ ենք մենք տեսնում։ Հա, բայց հետաքրքիր ժամանակի այդ բան այդպես մեծարուսները, նույն Ձիտողցյանները, որ Գյումրիի համար շատ նշանավոր ընտանիք են, իրենք որսացել են էլի հնարավորությունը, հասկացել են ինչ մեծ այդպես ներուժ ունի, հա, բանը եւ դրա համար մտել են այդ բիզնեսի մեջ, կարելի ասել այսօրվա մեր խոսքով։ Այո, գիտեք, խնդիրը նա է, որ այդ մարդիկ, որ ասում եք ժամանակի նշանավոր գերդաստաններ եւ այլ, ասենք մարդիկ էին, ովքեր ժամանակից մի փոքր առաջ էին մտածում։ Եվ ընդհանրապես արդյունաբերական ձեռնարկություններ ստեղծելու պայմանական ասած մոլուցքը 19-րդ դարի վերջի քառորդին վարակել էր գրեթե Անդրկովկասի բոլոր մեծ ու փոքր քաղաքների բնակիչներին։ Մանավանդ այն մարդկանց դեպքում, ովքեր Եվրոպայում կրթություն էին ստացել ու տեսել էին, որ ինչպես են արդյունաբերական ձեռնարկությունները փոխում մարդկանց ճակատագրերը։
նպաստում պետությունների դրանց տարբեր տարածաշրջանների զարգացմանը եւ պատահական չի որ իմ կողմից նշված անհատ նույն Ձիթողցյանի դեպքում էլ որ հիշեցինք էլ իր զավակներին Եվրոպա էր ուղարկում կրթության բայց կրթություն ոչ թե որ գնային օրինակ իրավաբան կամ բժիշկ դառնային այլ արդյունաբերության մեջ հմտանային այսինքն սա շատ կարևոր հանգամանք է եւ ինչը խորթայնացումով հետո տեսնում ենք այս թելը կտրվում է Դե բաններ ընդհանուր ճիշտ է միջավայրն այն ժամանակվա գրականությունն է որ կաշտում ես դասականներին բանին հենց 19-րդ դարի վերջը դա այդ մեծ գործարանների այդ ֆաբրիկաների այդ արդյունաբերական չգիտեմ ծխի մեջ կորած քաղաքների այո բայց մենք այդ ծխի մեջ կորած Բաքվի արդյունաբերության մասին ենք մենք սովորաբար խոսում շատ է խոսվել շատ է գրվել եւ նավթի արդյունաբերության որի մեջ հայերը չափազանց մեծ ներդրում են ունեցել բայց մենք ավելի քիչ ենք խոսել սննդի արդյունաբերության դեպքում բացառություն կարող է լինել այսինքն նաեւ խմիչքների դեպքում կոնյակի հանգամանքը որ շատ այսպես երևի ավելի շատ գովազդվել է քան ուսումնասիրվել հա համաձայն եմ իսկ բաներ կային ինչ որ բրենդներ կային հայտնի ասենք հայկական չգիտեմ այտենց անուններով գարեջրերում մեզ հայտնի ամենահայտնի անունը որ այդ շրջանում այսպես ասենք top անուններից էր դա այդ բոգբիր տեսակներ ավետյանցի արտադրած գարեջրի ավետյանցի գարեջրի գործարանի կամ ավետյանցների որտեվ սկզբում գործան հիմնադրեց Խաչատուր Ավետյանց այնուհետև 1909 թվականին իր մահից հետո անցավ որդուն Հարություն Ավետյանցին որը պրոֆեսիոնալ արդեն գարեջրագործ էր Օդեսայում էր ինչպես ասեցի սովորել եւ այս շրջանում էր որ Հարություն Ավետյանցը ստեղծել այդ բոգբիր բրենդը Եվ բոգբիր, այո, դա գերմանական այդպես ասած բոգ տեսակի գարեջուր էր։ Հա, այսինքն դա գարեջուր բոգբիր, հա։ Այսինքն այդ նոր բան շատ չէին ստեղծել, առավելապես եվրոպական օրինակները փորձում էին իրենք կամ նաև համերը, բաղադրամասերը, բաղադրատոմսերի նեղություն փորձում էին տեղայնացնել։ Հա, դա քշքիր է։ Եվ իր արտադրած այդ գարեջրի տեսակը նաև Նեապոլի եւ Հռոմի ցուցահանդեսներում մեդալներ էր շահել ինչը եզակի երևույթ էր այսինքն կարողացել էին այսպես ասենք շատ արագ հասցնել նաև ցուցահանդեսների մի մասը որոշ դեպքերում ցուցահանդեսներ տեղի ունենում Մոսկվայում այսինքն որ ավելի հեշտ էր կայսրության թե տարածքի համար տեղափոխել եւ այլն ու այս գործարանների դեպքում այս անհատները կարողանում էին փորձարկումներ անել եւ բայց մի հանգամանքի շուրջ էլ կուզենայինք հատուկ շեշտեինք որ այս գործարանների եկամտաբերությունը շատ մեծ չէր։ Քանի որ արտադրության ծավալներն էլ մեծ չէր։ Նույն կարող ենք տեսնել, որ այս գործարանատերերի մի մասը այլ բիզնեսներից ավելի շատ եկամուտներ ուներ։ Ուղղակի օրինակ այս բան ավետյանցներին ընդհանրենք բրնձի մշակությունից կամ բրնձամաքրիչ դինգերից ստացած եկամուտը մի քանի անգամ գերազանցում էր գարեջրի գործանի ստացած եկամտին։ Եվ այս գործարանների գործունեությունը նաև շեշտենք, որ Գյումրին նաև յուրահատուկ էր նրանով, որ ամենաշատ գարեջուր եւ արտադրում եւ օգտագործում էր Գյումրիում։ Եվ դրանցից հիշենք նաև մի այլ գործարանատիրոջ Իվան Բաղրամովին կամ Բաղրամյանին, որ մի քանի տարի միայն 20-րդ դարաշրջանին Գյումրիում այդպես գործարան բացեց եւ մյուսը Եգոր Ոսկանյանին կամ Օսկանովի գործարաններ, էլի Գյումրիում։ Այսինքն Գյումրիում եթե մենք հիմնականում խոսում ենք Ձիթողցյանների եւ Ծաղիկյանների, մյուս երկուսին կարծեք թե մոռանում ենք, որովհետեւ նրանց արտադրանքը այդ ծավալները չունեցավ ու շատ կարճ գոյություն ունեցան այս գործարանները մի քանի տարի։ Եվ սովորաբար այս գործարանները մեծ մասամբ գործանատերերի տների տարածքում էր լինում։ Երբեմն իրենք մառանի մի մասն էին հարմարեցնում իբրև գործարանի կամ օժանդակ շինություն էին կառուցում այսինքն երբ որ մենք խոսում ենք այդ գործարաններ երբեմն չպատկերացնենք հա որ մի առանձին այդպես ամայի տարածքում է եղել եւ իսկ աշխատողներին որտեղից էին գտնում հմտություններ պետք էր պրոֆեսիոնալ պետք չէր ես ասեցի հիմնականում որ կարող ենք նայել ընդհանուր ժամանակի համար մեկ վարպետ էր աշխատում հաճախ այդ վարպետները այդ գործարանատերերն էին կամ իրենց ընտանիքի անդամները իսկ բանվորներ հավաքում էին տեղից այսինքն տեղական եւ կամ հարակից բնակավայրերից այսինքն որ դա շատ մեծ հմտություններ չէր պահանջում հա բանվորական աշխատանքը նկատի ունեմ որտեվ այն ժամանակ հա եւ նաեւ մյուս խնդիրը կար որ
շշալցումը շատ ավելի բարդ էր տեղ ունենում։ Այսինքն այդ շշերը եւ Երևանի գարեջուրներ շշալցվում եւ նաեւ Գյումրիում։ Հետո մենք տեսնում ենք այս շշալցումները սկսում են փոքր տոկոս կազմել։ Մանավանդ եւ գարեջրագործության դեպքում մեր ընդհանուր էական փոփոխություններ բերեց ոչ միայն չնայած գարեջրի նաեւ ընդհանրապես ալկոհոլային խմիչքների դեպքում առաջին համաշխարհային պատերազմը։ Երբ որ ռուսական կայսրությունը որ մտավ պատերազմի մեջ մեծ գումարներ էր անհրաժեշտ ռազմական գործը վարելու համար եւ դա առիթ հանդիսացավ որպեսզի տարբեր բնակավարներում հարկեր եւ турքեր ավելանան եւ դրանցից առաջիններից մեկը ինչպես դե բնականաբար միշտ լինում է դա ալկոհոլի օգտագործումն է եւ վաճառքն է քանի որ գարեջրի արտադրությունը ավելի քիչ եկամտաբեր էր այս օրենսդրությունը բերեց նրան որ արդեն մենք տեսնում ենք 1914 թվականի երկրորդ կեսին երբ որ սկսեց պատերազմը գարեջրի գործարանների արտադրանքը կտրուկ պակասում է իսկ արդեն 15 թվականի դրությամբ մենք տեսնում ենք որ ոչ Երևանում ոչ էլ Ալեքսանդրապոլում որևէ գարեջրի գործարան չէր գործում այսինքն այս շրջանում մնացել էին միայն 3 գործող գործարաններ Երևանի Սմանովի գործարանը արդեն 1907-ից այլևս չէր գործում Երևանում մնացել էր միայն Հարություն Ավետյանցի գործարանը իսկ Ալեքսանդրապոլ Գյումրիում Մկրտիչ Ձիթողցյանի եւ Համազասպ Ծաղիկյանի գործարաններն էին մնացել եւ 1915 թվականից այս երեքն էլ պարապուրդի են մատնվում եւ մենք տեսնում ենք հաջորդ տարիներին պատերազմի տարիներին նաեւ այնտեղ պատերազմի առաջ աշխարհամարտի ավարտից հետո Հայաստանի առաջին հանրապետության տարիներին այս գործարանները նույն կարգավիճակով մնում են այսինքն անգործ այո չէ ընդհանուր քանի որ օրենսդրությունն էլ դա թույլ չէր տալիս եւ էական փոփոխություններ մենք տեսնում ենք եւ կտրուկ փոփոխություններ միայն խորթայնացումից հետո պետականացրեցին չէ այդ գործարանը այո բոլոր գործարանները պետականացրեցին եւ այդ պետականացված գործարանների թվում էին նաեւ գարեջրի իմ կողմից նշված 3 գործարանները դրանցից առաջինը որ սկսեց արտադրանք տալ Համազասպ Ծաղիկյանի գործարանն էր որ այսօրվա Գյումրի գարեջրի գործարանի հիմքն է հանդիսանում Ծաղիկյանի բանն էլ կա քանդակն էլ կա չէ այսօրվա սեփականատիրոջ հետ միասին այդ քանդակը պատի վրա կա այո եւ Ծաղիկյանի գործարանը քանի որ ավելի լավ էր պահպանված սարքավորումները ավելի թարմ էին վերագործարկվեց 1923 թվականին 23 թվականի ամռանը վերագործարկվեց իսկ մյուս գործարանը Ձիթողցյանին պատկանող էլի պետականացվել բայց այլ կարգավիճակով սկսեց աշխատել դա դարձավ հետագայի Գյումրիի կամ Լենինականի Ալեքսանդրապոլ Լենինականի թեթև արդյունաբերության այդ հայտնի ճուլիչնի հիմքը դա դարձավ այսինքն այդ տարածք օգտագործեցին այո հետաքրքիր է իսկ վերաբերում է Երևանում Ավետյանի գործարանին նա վերագործարկվեց արդեն 1924 թվականի մարտին 24-ը որտեղ էր գտնվում գիտենք տեղը այսինքն այո Կարմիր կամրջից մի փոքր վերև հա դեպի Կարմիր կամրջի եւ Հրազդան մարզադաշտի այդ միջակայքում է գտնվել հա գործարանն էլ է այդտեղ գտնվել որտեղ սրճարանը ասցիր այո մոտ են եղել իրար սրճարանն ու այն ամբողջ տարածքը ավետյանցներին է պատկանել եւ այդտեղ իրենք ունեցել են նաեւ խաղողի այգիներ եւ այդ այգիներում էր նաեւ որ ինքը նաեւ այդպես այդ տարածքում էր բրնձազտիչ երկու դինգ էր գործարկել մինչեւ գարեջրի գործարանի հիմնումը այնտեղ գարեջրի գործարան ստեղծեց երկու տուն ուներ կառուցած այդտեղ եւ նաեւ սրճարան այսինքն մի մեծ օգտագործելի տարածք էր որ խորթայնացումից հետո այս ամբողջը իրենից վերցրեցին իր ճակատագիրը գիտենք այո բոլորի ճակատագրերով փորձել եմ ես հետաքրքրվել այս գարեջրագործների ինչպես դասավորվեց սրանց կյանքը խորթայնացումից հետո երևի սկսենք Ծաղիկյաններից որ առաջին իրենց գործանը գործարկվեց եւ ինչպես ձեր մի հարցադրում նշեցիք այդ մասնագետի խնդիրը չափազանց կարեւոր էր եւ Համազասպ Ծաղիկյանը հրավիրվեց աշխատանքի իր գործարանում
Նախկինում իրեն պատկանած գործարանում իբրև վարիչ։ Դե կարծես հա ճակատագրի հեգնանք լինի։ Շատ հետաքրքիր է։ Այսինքն Ծաղիկյանից վերցնում են իր ունեցվածքը, տունը, գործարանը եւ ինքը իրեն, այսպես ասենք, պայմաններ են ստեղծում, որ այս մարդը այլ տարբերակ չունենա աշխատանք գտնելու եւ ընտանիք պահելու, քան իր նախկին գործարանում իբրև աշխատող հանդես գալ եւ գարեջրագործ հանդես գալը։ Որովհետեւ մյուս խնդիրն էլ, բայց պիտի շեշտենք, որ խորհրդային իշխանությունը չուներ տարբերակներ։ Հա, այսինքն մասնագետներ չկար։ Նույն խնդիրը մենք հետո կտեսնենք Երևանում էլ կար։ Եվ համազած Ծաղիկյանը սկսեց վերագործարկել իր գործարանը։ Արդեն բայց պետական պատվերներով, նաև փորձում էր ընտանիքի անդամներին ներգրավել աշխատանքներին, որը մեծ քննադատության արժանացավ, որ աղջկան ընդգրկել էր աշխատակիցների թվում, տղան էլ որոշ շրջան աշխատել էր իբրև բանվոր գործարանում եւ այնտեղ Մոսկվա էր մեկնել սովորելու, դա առիթ հանդիսացավ, որպեսզի տարբեր մատնագրեր գրվեն իր մասին եւ իր ընտանիքի դեմ, որ ասում են մոտապես այսպիսի բովանդակություն ունեն այդ մատնագրերից մեկը, ասում է մենք այն վիճակում ենք հիմա գտնվում, նկատի բացասական, որ նախկին մեծահարուստ կուլակը հանդեսա գալի իբրև բանվոր, նկատի ունենալով Ծաղիկյանի տղային, ու ասում են բանվորի զավակների տեղը, որ պիտի զբաղեցներ որևէ բանվորի զավակ սովորելու համար, ասում է այդ տեղը իբրև պրոֆմիության անդամ զբաղեցնում է նախկին բուրժուայի տղան, եւ սա առիթ է հանդիսանում, որպես ուսումը ընդհատվի այս երիտասարդի։ Մյուսը տեսնում ենք Ծաղիկյանի դեպքում սկսում են հալածանքներ այս մարդու նկատմամբ, երբ որ մանավանդ գործան սկսեց կանոնավոր արտադրանք տալ եւ ձայնի իրավունքից են զրկում։ Դե դա ամենամեծ պատիժներից մեկն էր խորհրդային առաջին տասնամյակներին, որովհետեւ մեր ունկնդիրներից գուցե շատերը, ովքեր խորհրդային շրջանով մանավանդ մասնագիտացված չեն, չպատկերացնեն, որ խորհրդային առաջին սահմանադրությամբ Հայաստանի խորհրդային առաջին սահմանադրության 1922 թվական, որի մասին մենք թենց դասագրքերով իրենք անցել են, որ դա առաջին սահմանադրությունն է, դա հավասար իրավունքներ չէր տալիս բոլոր քաղաքացիներին։ Այդ սահմանադրությամբ քաղաքացիների որոշ խավեր, այդ թվում հոգևորականները, բուրժուաները, այսինքն ընդհանրապես շահագործող դասակարգերը, անաշխատ եկամուտով ապրողներ, նույնիսկ այն մարդը, որ իր տունը վարձով էր տալիս, զրկված էր ընտրելու եւ ընտրվելու իրավունքից։ Եվ այս հիմքով էլ Ծաղիկյանին ձայնազրկել էին եւ իր ընտանիքին։ Այսինքն այս ձայնազրկվածները, որ ավելի պատկերավոր լինի, առաջինն էին ենթակա բռնաճնշումների, հալածանքների, եւ այնուհետեւ մենք տեսնում ենք, որ Ալեքսանդրապոլի քաղաքային գավառային կոմիտեն սկսում է գրագրություն Երևանի հետ, թե հնարավոր է, որ արդեն 1926-27 թվական, որ նոր մարդիկ գտնենք գարեջրագործ, թեկուզ Ռուսաստանում, որպեսզի Ծաղիկյանին փոխարինի։ Եվ երբ որ հարմար մարդ են գտնում, շատ արագ Ծաղիկյանին փոխարինում են։ Ու ինքը ուղղակի պայմանական ասած օդի մեջ կախված մարդ է։ Նույն իրավիճակը մենք տեսնում ենք Երևանի դեպքում։ Երբ որ Հայաստանը խորհրդայնացավ, Հարություն Ավետյանցը առժամանակ տեղափոխվեց Դոնի Ռոստով եւ այնտեղ աշխատանքի անցավ տեղի գարեջրի գործարաններից մեկում։ Եվ երբ որ տեղեկացավ, որ իր գործարանը սկսում են պետականացնել 1923 թվական դեկտեմբերին սկսվեց այդ գործընթացը, շատ արագ տեղափոխվեց եւ եկավ եւ պայմանական ասած իր համաձայնությամբ գործարանը պետականացրեցին։ Եվ պետականացված գործարանը վերագործարկելու դեպքում այլ տարբերակ չուներ Երևանի քաղաքային իշխանությունը, քան նույն Ավետյանցին դիմելը, որպեսզի իբրև պրոֆեսիոնալ, թեև բուրժուա, մասնակցի գործարանի վերագործարկմանը։ Ավելին, Ավետյանցը սկզբում նշանակվեց գարեջրի գործարանի վարիչ, այնուհետև նշանակվեց նաև դինգերի գործարանի կամ բրնձազտի ձեռնարկությունների վարիչ։ Դա էլ էր իրենը նախկինում եղել։ Նաև տոմետի արտադրություններ իրականացնում։ Դրա վարիչ էր միաժամանակ։ Այսինքն եզրաքարերի եւ այլն։ Այսինքն այս իրավիճակում այս մարդու հոգեբանությունը, որ տեսնում ենք, շատ բարդ է։ Հա։ Եվ մարդը, որ իր ունեցվածքի ուղակի դառնում է կառավարիչ ընդամենը։
Եվ սա բազմաթիվ հակասություններ էր բերում իր եւ տեղային իշխանությունների միջև հարաբերություններում։ Ամենապարզ օրինակը, իբրև նախկին գործարանատեր էր, իր ընտանիքի անդամները վկայում են, որ սովորություն է ունեցել տոն օրերին բանվորներին նվերներ տալ։ Եվ արտադրանքից եւ ընդհանրապես գումարներ բաշխել։ Եվ մենք տեսնում ենք 1925 թվականին այդ նույն իր սովորույթը շարունակում է ինքը։ Այսինքն գործարանից գումարներ է դուրս գրում բանվորների համար, այն դեպքում որ դա ինքը գործանի ընդամենը տնօրենն է, հա, իրանը չի։ Եւ դա առիթ է հանդիսանում, որ Երևանի քաղաքային իշխանությունները շատ կոպիտ վերաբերմունք դրսեւորեն այս մարդու նկատմամբ, հասկացնելով, որ դու ընդամենը ծառայող ես, հա, եւ նույն ինչպես Ծաղիկյանների դեպքում էլ Ավետյանն էլ է զրկվում ձայնի իրավունքից։ Այսինքն ձայնազրկում են։ Հետո տեսնում ենք, այսինքն բազմաթիվ խոչընդոտների հանդիպում 1926-ին արդեն երբ որ գործանը սկսել էր շատ թե քիչ կայուն եկամուտներ ունենալ, իրեն էլ են աշխատանքից ազատում։ Փոխարինով կոմունիստ հա վարիչով։ Այսինքն սա այդ ժամանակվա այն օգտագործել են, կայացրել են ձեռնարկությունը եւ ազատվել են, էլի։ Բայց շեշտենք, որ այդ շրջանում ցավոք սրտի նման իրավիճակ շատ էին, քանի որ նեպի շրջանում կարիք կար ձեռնարկությունները վերագործարկելու, նախկին մասնագետների ներգրավում էին, բայց երբ որ արդեն սրանց կարիքը չէին ունենում, նոր մասնագետներ էին ի հայտ գալիս, սովորում էին եւ կրթություն ստանալու եւ անհատական փորձի միջոցով, ապա այս մարդկանց շատ հեշտությամբ աշխատանքից ազատում են։ Մենք նույն օրինակը կարող ենք ենթադրենք մեխանիկական գործարանի դեպքում, էլի Լենինականի նույն վիրավիճակներ տեղ ունենում։ Այսինքն 1926-27 թվականների այդ պայմանական ասած նեպի երկրորդ փուլում մենք տեսնում ենք այս նախկին գործարանատերերին կամ նախկին տնօրեններին, որոշներ նաև նույնիսկ եթե գործարանատերեր չէին, նախկին ղեկավար գործիչներին, սկսում են այսպես ասենք գրեթե զանգվածաբար հեռացնել աշխատանքից։ Ու այս մարդիկ մեծ մասամբ անգործ էին մնում, որտեղ ի տարբերություն ժամանակակից ընկալումների խորհրդային առաջին տասնամյակներում մանավանդ 1920-30-ականներին աշխատանքից ազատված մարդը պետության կողմից անհույս հայտարարված մարդը ձայն իրավունքից զրկվածը շատ դժվարությամբ կարող էր գումարներ հայթայթել, ընտանիքի անդամներն արդեն զրկվում էին բարձրագույն կրթություն ստանալու իրավունքից, երբեմն նույնիսկ դպրոց հաճախելն էր խնդիր դառնում, հա, այսինքն միայն աշխատանքից զրկվելը չէր, եւ այս բազմաթիվ գործարար անհատներ, որոնք կարող էին մեծ փոփոխություններ բերել, իրանց ունակություններն ուղակի ինչպես հարկն է չօգտագործվեցին կամ ուղակի անթեղվեցին իրենց ունակությունները խորհրդային առաջին տարիներին։ Հա, հետաքրքիր է, բայց իհարկե տխուր ճակատագիր է, բայց շատ բնորոշ է եւ ժամանակի համահունչ է, ժամանակի ամբողջ միտումների բաստորեն մենք դրսևորումները տեսնում ենք այս մարդկանց կյանքում։ Իսկ հետագայում մենք խորհրդային տարիներին կարող ենք ասենք, որ գարեջրագործությունը Հայաստանում կայացավ, թե այնուամենայնիվ ինքը միշտ մնում էր այսպես երկրորդական խորտ քրոջ կարելի ասել կարգավիճակում, հա, երբ որ համատում են գինեգործության եւ առավելևս կոնյակագործության հետ։ Տեսեք, 1920-ականներին գարեջրագործության ծավալները մենք տեսնում ենք կտրուկ ավելացում է տեղ ունենում։ Այսինքն շատ էր ի տարբերություն նախկինի, սկսեց ավելի շատ արտադրվել ու շատ սպառվել։ Դա ես պայմանավորում եմ այն հանգամանքով, որ քաղաքային միջավայրի ծաղկում է տեղ ունենում։ Դե բանը ինդուստրիալիզացիայի շրջան էր, մարդիկ գյուղերից գալիս են եւ նաեւ այդ գյուղի ու քաղաքի շփումը ի տարբերություն ցարական ժամանակների խորթային առաջին տասնամյակում շատ ավելի արագ էր տեղ ունենում։ Ինչը չենք տեսնում արդեն նեպի ավարտական փուլից հետո 1930-ականներին։ Եվ դա բերում էր նրան, որ բազմաթիվ անհատներ ուղակի գալով Երևան, օգտվելով գարեջից, այդ սովորությունը իրենց բնակավայրեր էին տանում, որտեղ ավելի տարածված էր, այո, տարածված էր օղու եւ գինու ըմպումը։ Ավելին գրողներ, բանաստեղծներ երբեմն նաեւ գովերքում էին գարեջուրը։ Ամենահայտնի օրինակներից մեկը որ կար 1924 թվականին Մահարու գրած մի ստեղծագործություն էր, որ վերնագրված է Գյումրի, ու որտեղ ինքը ոգևորությամբ գրում է թե բանաստեղծությունը, ոչ ընդարձակ բանաստեղծություն է, թե
ինչ է փոխանցում գարեջուրը խմելը եւ այլն, եւ սա առիթ է հանդիսանում մահարու համար մի քիչ ճակատագրական է լինում այս բանաստեղծությունը նաեւ մի քանի այլ գործերի հետ այդ շրջանում, նաեւ այդ Տիտանիկի հետ եւ նրանք Հայաստանի պրոլետար գրողների միության քարտուղարներ, ոչ միայն քարտուղարությունից են հանում, նաեւ միության շարքերից են, այսպես ասենք, զտում, ազատում եւ առաջին լուրջ հալածանքները մենք տեսնում ենք արդեն 20-ականների կեսերին մահարին արժանանում է նաեւ այս պատճառով եւ ժամանակի գործիչներից մեկը իր նաեւ գրչընկեր Վահրամ Ալազանը մի ամբողջ հոդվածաշար ունի տպած մահարուն քննադատող, որտեղ ասում է, որ երբ որ նա գովերքում է գայջուրը, դրանով հակահեղափոխական արարքներ իրեն թույլ տալիս, նրա համար պաշտելի է, ոչ թե որ նոր խորթային իրականություն եւ այլն, այլ գարեջուր ըմպելիքը։ Սա լուրջ, այսպես ասենք, մեղադրանք էր, էլի։ Մենք հիմա ծիծաղում ենք, բայց ինչ ժամանակ մարդիկ ինչ լուրջ են, չեն դրնել այդ ամեն ինչը, իրոք հավատացել են նրան, ինչ գրել են։ Այո, շատերը նաեւ հավատացել են։ Եղել են մարդիկ, ովքեր կեղծել են, բայց ես արդեն շուրջ 20 տարի զբաղվելով խորթային շրջանի պատմությամբ գրեթե վստահ եմ, որ շատերը իսկապես հավատում էին ու չէին կեղծում իրենք։ Ուղղակի մեր համար այսօր նույնիսկ անընկալելի է շատ դեպքերում, թե ինչպես կարելի է նման երևույթների հավատալ, նման գնահատականներ տալ։ Եվ նեպի շրջանը նաև կային մասնավոր նաև գարեջրատներ Երևանում, օրինակ Նագասակի գարեջրատունը, որի մասին էլի մահարին վկայություններ ունի, ինքն էլ այնտեղ հաճախակի Ինչի Նագասակի, գիտեք, ճապոնական քաղաքի անունով, հա։ Չգիտեմ, ես ենթադրում եմ, որ գուցե պատճառներից մեկը կարող է լինել Mademoiselle Butterfly-ի, այսինքն այդ կերպարը եւ այլն, որ այդ շրջանում շատ տարածված էր Պուչինի օպերան եւ նաեւ հայկական միջավայրն էր ծանոթությունից։ Հավանաբար այդ տարբերակով եւ նաեւ մյուսը կարող է լինել այն, որ արևելահայերը եւս ռուսական կայսրության այդ ավարտական շրջանում, երբ որ այցելում էին Ճապոնիա, Նագասակին եզակի տարածքներից էր, որտեղ օտարերկրացիների մուտքը թույլատրելի էր։ Ենթադրում եմ, որ գուցե սրանք են պատճառ հանդիսացել, որ այդ անվանումը ստանա։ Եվ նաև գարեջուր զգալիորեն տարածված էր եւ օգտագործում էին ճաշարաններ, սրճարաններում։ Ճիշտ է, դա շատ նաև քննադատվում էր, որտեղ խորհրդային իշխանությունը մի կողմից քննադատվում էր հարբեցողությունը, մյուս կողմից խրախուսում էր ոգելից խմիչքների արտադրությունը, որովհետև 20-ականներին դրա կարիք ուներ պետական բյուջեն։ Բյուջեն լցնելու խնդիր կար։ Սա էր հիմնական պատճառը, որ նաև օղու գինու հետ նաև գարեջրի որոշակի, այսպես ասենք, արտոնություններ կային։ Բայց նաև չմոռանանք այն հանգամանքը, որ գարեջրի արտոնությունը, արտադրության, վաճառքի, գործանների վերագործարկումը խորթային միությունում տեղ ունեցավ այն պատճառով, որ գարեջուրը համարվում էր ի տարբերություն կոնյակի եւ օրինակ օղու ավելի թույլ ալկոհոլային խմիչք, ավելի քիչ վնասակար, քիչ հարբեցնող եւ այլն, եւ սա պատճառ էր հանդիսացել, որպեսզի թույլատրվի գարեջրի արտադրությունն ու վաճառքը, որտեղ կարծում եմ, որ այս դեպքում հարբեցողության մակարդակը ավելի կպակասի։ Մյուս օրինակը կարող էր լինել այն, որ խորհրդային միությունում ունեն նաև Գերմանիայի օրինակը։ Գերմանիայում բանվորները հավաքվում են գարեջրատներում եւ քննարկումներ ունենում սոցիալիստական շարժումների մասին, սոցիալիզմի մասին, սոցիալիստ գործիչներ։ Իրենք կարծում էին, որ այդ մշակույթը գարեջուր ըմպելու կգա դեպի, այսպես ասենք, բանվորների միջավայրը կփոխի, բայց կյանքը ցույց տվեց, որ դա այդքան էլ այդպես չէր։ Մանավանդ բուն Ռուսաստանում, իսկ Հայաստանի դեպքում, ինչպես հայտնի է, այդպես մեծ ծավալի հարբեցողություն եւ այլն չի եղել։ Եվ այո, գարեջրագործությունը մեր միջավայրում, եթե պայմանական փուլերի բաժանենք, ես մի փուլ կարող ենք համարել, այսինքն հին շրջանը, միջնադարը մի մյուս փուլ, մյուսը 19-րդ դարավերջ 20-րդ դարասկիզբ մինչև 1914 թվականը, հաջորդ փուլը 1920-ականներն էր, երբ որ այս գործանները վերագործարկվեցին եւ գործում էին, հետո մանավանդ ազատ վաճառք կար, ակտիվություն կար նաեւ շուկայում, եւ հաջորդ փուլը գալիս է արդեն նեպի ավարտական փուլից հետո 30-ականներին
երբ որ գործարաններն ուղղակի պահպանում են իրենց կարողությունները։ Մյուս հետաքրքիր փուլը երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանն է։ Վերջերս ես մի փոքրիկ հետազոտություն էի անում այդ շրջանում գարեջրի արտադրության եւ սպառման վերաբերյալ Խորհրդային Հայաստանում եւ մի զարմանահրաշ բան ինձ համար արձանագրեցի, որ պատերազմի տարիներին Հայաստանում գարեջրագործության ծավալները զգալի աճում են։ Տարօրինական։ Մանավանդ Լենինականի դեպքում կանայք են խմում փաստացվում է, հա։ Սկզբում ես մտածում էի, որ գուցե կանայք են սկսել շատ խմել, որովհետեւ տղամարդիկ ռազմաճակատում։ Այո, տղամարդիկ ռազմաճակատում են, կանայք են խմում։ Հետո գյումրեցի այդպես ավակ մարդկանց հետ այդպես զրույցներ ունեցա մի քանի, իրենք ասում էին, չէ, նույնիսկ 60-ականներին ընդունված չէր, որ գյումրեցի կինը գարեջուր խմի։ Կարող եզակի դեպքեր լինեին, մանավանդ, այսինքն ստնդու կանայք դեպքում, այսինքն այն կանայք, որոնք փոքր երեխաներ ունեին, ընդունված այսօր էլ չէ համարել, որ ասում է գարեջուրը կաթը, կանանց կաթը ավելացնում է, գուցե որոշ մասը այդ դեպքում կլիներ։ Չգիտեմ ինչքանով է դա ճիշտ, բայց Այո, իրոք տիպը կա, այո։ Դա բժիշկ գործընկերները պիտի դրան պատասխանել, բայց այդ կարծրատիպը մինչև այսօր կա։ Ես հիշում եմ 90-ականներին դա 2000-ականին ինչքան տարածված էր դա հայկական միջավայրում նման խոսույթը։ Մյուս հանգամանքը կարող էր այն լինել, որ Լենինականում գտնվող զորամասի զինվորները կարող էին մեծ սպառող հանդիսանալ, դե որոշ մասը արտադրանքի բնականաբար արտահանվում էր դեպի Բաքու եւ հատկապես Թիֆլիս, եւ մյուս խնդիրը, որ ամենագուցե նաեւ տրամաբանականն է, թե ինչի էր Լենինականում շատ, որտեվ պատերազմի ժամանակ շատ էին նաեւ դե զոհերը, վիրավորները, ովքեր վերադառնում էին ռազմաճակատից եւ մարդիկ իրենց վիշտը մեղմելու համար ուղղակի դա մեղմում էին ալկոհոլ օգտագործելով եւ մյուս հանգամանքը որ կարար լիներ այն որ քանի որ սովը տարածված երևույթ էր այսինքն գարեջուր խմելով նաեւ կարող էին որոշակիորեն նաեւ սննդային հա պակասը լրացնել եւ երբ որ մարդիկ նաեւ ազատ ժամանակ շատ ավելի ունեն շատ են ավելի խմիչք օգտագործում եւ եթե մարդը դրա հիմա կարող են հարց առաջանալ ունկնդրի մոտ թե բալավ այսինքն եթե մարդը սոված է ինչ երեխայի բերանից կտրել այդ հացը գարեջուր է գնա իհարկե այո մենք որ գրեթե սերնդակից գիշենք 90-ականներին ինչպես էր հա այսինքն մեր միջավայրում հիմա որ սոցիալապես ավելի լավ վիճակում են մարդիկ գտնում ավելի քիչ են խմիչք օգտագործում քան նախկինում են եւ այսինքն գարեջուր ըմպելով նաև քաղցի պակասը կարող էին լրացնել։ Էս էլ մյուս հանգամանքներ, որ մենք կարող ենք տեսնել։ Այսինքն մենք այս սոցիալական պատմության տարբեր խնդիրներ ուսումնասիրելով բազմաթիվ նոր շերտեր ենք բացահայտում մեր պատմության, մեր մշակույթի, ընկալումների մասին, մեր նախնիների գործունեության մասին, երբեմն ոչ վաղ անցյալի իրողությունների մասին։ Իսկ գարեջրի հաջորդ փուլը, որ մենք տեսնում ենք, արդեն 1950-ականներից է սկսվում գարեջրագործության, այսպես ասենք, սրընթաց վերելքը խորհրդային շրջանում, երբ որ բացվեց Երևանի թիվ 1 գարեջրի գործարանը, ներկայիս Կիլիկիա գարեջրի գործարանի, հա, նախորդը եւ նույն տարածքում։ Սրա համար էլ հիմք էր հանդիսացել իբրև ռազմավար Գերմանիայից, արևելյան Գերմանիայից բերված տեխնոլոգիաները եւ նաեւ սարքավորումները։ Ամեն առումով, այսինքն մի ամբողջական գործարան մոնտաժվել էր Գերմանիայում եւ բերել եւ Երևանում հավաքվել էր։ 1946-40 թվական այդ մոնտաժումներ տեղ ունեցել եւ դրանից հետո մենք տեսնում ենք գարեջրի այսպես արտադրության ավելացում է տեղ ունենում։ Իսկ արդեն 1960-ականներին մենք տեսնում ենք մեկը մյուսի հետևից Հայաստանի բազմաթիվ քաղաքներում բացվում են փոքր գարեջրի գործարաններ։ Այսինքն յուրաքանչյուր գործարան խնդիր ուներ այդ տեղային նշանակություն ունենալու։ Ոչ միայն ամենահայտնի այդ շրջանի գարեջրի գործարանները, որ պատերազմի շրջանում արդեն գործում են, դարենք ինչպես Կիրովականի, Լենինականում եւ Երևանում կային։ Նկատի ունեմ բացի դրանցից դուրս, այսինքն նորերը, որ ստեղծվեցին Կիրովականի, Ալավերդու գործարանները, հետո սրանց ավելանում են 60-ականներին բազմաթիվ վայրերում գործարաններ, սկսած չգիտեմ Վարդենիսից, Արմավիրից, Հոկտեմբերյանից, Ստեփանավանում,
Գորիսում, Կապանում, հա, եւ բազմաթիվ վայրերում նոր գործարաններ են ստեղծվում եւ փոքր ծավալի արտադրություններ ունենալու նպատակով եւ նաեւ փոքր սփռում են սրանք ունենում։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Հրազդանի գարեջրի գործարանը որելի ակտիվ գործունեություն ծավալեց եւ սրանց գործունեությունը գրեթե ավարտվում է արդեն վերակառուցման տարիներին։ Վերակառուցման տարիներին այս գործարանները սկսում են առավելապես լիմոնադներ արտադրել։ Իսկ այդ բանը կար, հակալկոլային քաղաքականության արդյունքում 1985 թվականի, այսինքն մայիսից հետո սկսում են այս գործարանները կամ վերածվում են զովացուցիչ ըմպելիքներ, պահածոներ արտադրող գործարանների եւ իրենց գործունեությունը դանդաղ դադարեցվում է արդեն 90-ականների սկզբներին։ Իսկ արդեն 2000-ականներին արդեն լրիվ նոր վերելք է տեղ ունեն, որի նաեւ այսօր ականատեսնենք ոչ միայն մեծ գարեջրի գործարանները, որ ստեղծվում են կամ նախկինից ավանդույթով գործում են մինչև այսօր Գյումրիում, Երևանում կամ Կոտայքում եւ այլն, այլ նաեւ նորերն են ստեղծվում, գարեջրի փոքր արտադրություններ են կազմակերպվում նույն մեծ ու փոքր սրճարանների, ռեստորանների կողմից եւ այլն, այսինքն գարեջրագործությունը ընթացքում մի քանի այսպես փուլեր է անցել եւ հիմա մեր խնդիրն է դրանք այդպես այդ փուլերով մենք դա ուսումնասիրում ենք եւ հետո այդ այլ առիթներ կունենանք արդեն մանավանդ հետ պատերազմյան իրավիճակի մասին, որ ամփոփ ուսումնասիրություն մենք ունենանք, դրա շուրջ զրուցելու, որ տեսնենք թե ինչպես է գարեջուրը դառնում ոչ միայն քաղաքային միջավայրի խմիչք, այլև գյուղական բնակության համար։ Եվ ինչպես պայմանական կիսատոն օրեր էին լինում, ինչպես այդ գարեջուր տեղափոխող մեքենան գալիս էր եւ այդպես բերում էր գյուղական խանութներ այդ նոր գարեջուրը։ Մանավանդ այն դեպքում, երբ որ դա նոր էր, այսինքն մինչեւ 4 օրյա էր, եւ փորձում են անմիջապես խմել այդ հայտնի ինչպես մեր ավակ հարազատներն են նշում բարեկամները չանի գարեջուրը, չանի պիվան։ Ժիգուլովսկա պիվան կա շատ։ Այո, դե Ժիգուլովսկան ամենահայտնի տեսակն էր։ Այո, խորթային եւ այդ նույն Ժիգուլովսկա պիվան շեշտենք, որ գրեթե բոլոր գործարաններում Հայաստանի արտադրում են Ժիգուլովսկա տեսակի գարեջուրը։ Հա, շատ հետաքրքիր է ու ընդհանրապես շատ հետաքրքիր իրոք հետազոտությունը, որտեվ առօրյա կյանք ենք բացում, սոցիալական կյանք ենք բացում, հասարակ մարդուն ենք տեսնում, այս ամբողջ այդ պատմական փոշու հետևից ի վերջո տեսնում ենք ոնց է ապրել հասարակ մարդը, իմ եւ ձեր նման մարդիկ ոնց են պատմական տարբեր ժամանակահատվածներում իրենց կենցաղը կազմակերպել, իրենց կյանքը կազմակերպել։ Աներողություն, բայց մենք ուսնում ենք ոչ միայն ինչպես, նաեւ այսօր էլ ինչպես ենք մենք կազմակերպում, ինչեւ ենք այսօր նաեւ գարեջուրը բում դրա այդ մշակույթը նաեւ այսօրվան էլ ենք մենք անդրադառնում, այո։ Ինչը նաեւ ավելի հետաքրիր է դարձնում, այսինքն շրջանից մինչեւ ձեր հետազոտությունը նաեւ այսօրն է։ Այո, նույնիսկ 2025 թվականի այսօր ինչ է լինում, այո։ Դրա համար նաեւ շատ հետաքրիր բան է, մեր 6 հոգանոց խումբը եւ գիտպետկոմի բանն է, դրամաշնորհիչ։ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի այդպես տրամադրած դրամաշնորհով է եւ այդպես մենք հետաքրիր մի հոդվածներ, հոդվածաշարեր վերջում էլ նաեւ մի ամփոփ մենագրություն կպատրաստենք, որ նաև մարդկանց հետաքրքիր կլինի լուսանկարներով եւ պատկերներով բացահայտումներ եք անելու, ուսով եմ նաև հետազոտական արդեն մի մասը արել ենք հետազոտական քննարկումները նաև գարեջրի սեղանի շուրջ եք անում երևի, չէ՞ որ միջավայր ավելի օթենտիկ լինի։ Շատ հետաքրքիր թեմա է, բայց ամենամեծ խնդիրը, որ մենք բախվում ենք, այն է, որ նյութը չափազանց ցրված է։ Նյութը քիչ է եւ ցրված է, այսինքն աշխատատարությունն է շատ։ Ի տարբերություն գինու, որ շատ հեշտ է նյութ հավաքել, որտեվ հայկական միջավայրը շատ է բնորոշ եղել։ Գարեջրի դեպքում ուղղակի այսպես փոքրիկ դետալներով մենք փորձում ենք կառուցել, ինչպես երեխաները լեգոն են հավաքում, մենք այդպես տենց փոքրիկ տեղեկությունները միմյանց կցելով, այդպես փորձում ենք ընդհանուր պատկեր ունենալ, հա։ Հա, շատ նաև ինչքան եւ հետաքրքիր է, ընդունում եմ, որ այդքան էլ նաև ծանր գործ է, մանրակրկիտ են մոխրոտիկի բանն է, էլի, այսինքն հատիկ հավաքել եւ իրար կոմարել եւ բայց նաև հետաքրքիր է նաև դրանով իհարկե, հա, եւ դա այնա ինչի համար մենք սիրում ենք մեր մասնագիտությունը, երբ որ փոքրիկ բաներից հետո ստացվում է մեծ պատկեր եւ հետո տարիներ անց դուք նաև զարմանում ես ոնց դու կարողացար այդ դրա միջով անցնել եւ ստանալ այն ինչ որ ստացել ես։ Միանշանակ այդպես այո, եւ դրա համար պիտի սիրել այն աշխատանքը, ինչ որ իրականացնում ես, եւ դա նոր հնարավորություններ կտա, նոր ոգևորություն կտա, որ ավելի
արդյունավետ աշխատես։ Հա։ Գտածդ նյութը ճիշտ տեղը օգտագործես եւ այլն։ Հա, եւ նաեւ սա էլ էս մենք մեր ողջավորությունը, որ մենք այսպես գոլեգաներով կիսում ենք, ուզում եմ որ նաեւ փոխանցվի մեր լսողներին, նաեւ երիտասարդներին, մարդկանց, ովքեր կուզենան ընտրեն պատմաբանի մասնագիտությունը։ Այո, եւ մտածեմ, որ պատմաբանը ոչ միայն, չգիտեմ, քաղաքական պատմությամբ, պատերազմներով, չգիտեմ եւ այլն բաներով, այլև պատմաբանը նաեւ կարա շատ հետաքրքիր այլ թեմաներով էլ զբաղվի, որոնք նաեւ կարան գրավիչ լինել։ Հա, ոչ մասնագետների համար ոչ մեկի մտքով չէր անցնի, օրինակ նույնպես գարեջրագործությունը միջև ձեր հոդվածի տեսնելը իմ մտքով չէր անցել, որ սրանով ընդհանրապես ինչ-որ մեկը կարող է զբաղվել։ Այո, չզբաղվում ենք հիմա մենք, եւ նաեւ դրա համար նաեւ ձեր հաղորդումը եւ նմանատիպ հաղորդում նաեւ կարեւոր են նրանով, որ մենք ուսումնասիրողներս հետազոտողներս մեր կատարած աշխատանքը հանրայնացնենք, որովհետեւ ճիշտ է, դուք հիմա նշեցիք մեր հոդվածները, որ կարդացել եք դուք եւ այլ գործընկերներ էլ գուցե կարդում են, բայց լայն հանրությունը բնականաբար այդ գիտական, նեղ մասնագիտական այդպես հոդվածներ չի կարդում, բայց սրանով կարող է լսել, տեսնել, որ ինչ հետաքրքիր բաներ են եղել, հա, հին ժամանակներում ոչ վաղ անցյալով, նույնիսկ մեր օրերում, հա, նաեւ արտադրության, պատմության հետ կապված, նաեւ սննդի պատմության, ոգելից։ Հա, եւ նաեւ ես էդ էի ուզում ասեի, որ ժամանցի հետ կապված։ Մարդիկ չմտածեն, որ սա շատ նեղ թեմա է միայն գարեջուր, որ գարեջուրը այն հիմնական առանցքներ, որի շուրջ կառուցվում է սոցիալական կյանքը։ Այո, մենք նաեւ առօրյային կենցաղին ենք անդրադառնում, թե գարեջրային մշակույթը ինչպես են օգտագործում եւ այլն, ինչպես են խմում, որտեղ են խմում, ինչ առիթներով եւ այլն, հա։ Այսինքն ովքեր են սիրում նաեւ հայտնի անհատներից հիմա նաև նման տվյալներ ենք հավաքում, թե հայտնի անհատները ինչպես էին օգտագործում գարեջուր, նաև ինչ մտքեր ունեին, որ ինչ տեղեր էին սիրում գնալ գարեջուր ըմպելու համար։ Այսօր էլ չէ, մենք բոլորս ինչ որ տեղեր կան, որ սիրում ենք, նախընտրած տեղեր ունենք, որ սովորել ենք արդեն գնալ, նախկինում ինչպես է դա եղել եւ այլն, հա, այսինքն նմանատիպ հարցեր ենք մեզ տալիս եւ փորձում պատասխաններ գտնել, ու սա նաեւ այն թեմաներից է, որ ոչ մասնագետների հետ զրույցներից երբեմն ավելի շատ բաներ ես քաղում, նոր հարցադրումներ, թե դա ինչպես կարելի է օգտագործել արդեն բուն հետազոտական աշխատանքի ընթացքում։ Շատ հետաքրքիր է եւ ինչ ասեմ, հաջողություն ձեր այս հաճելի աշխատանքում եւ հուսով եմ, որ շուտով ինչքան ունեք դեռ դեռ 2 տարի ունենք։ 2 տարի ունենք, 2 տարուց հա կստանանք արդեն որպես վերջնական product այդ մենագրությունը եւ շատ բացահայտումներ։ Շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալություն։